Ավարտվել է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման գործընթացը գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանը նշել է, որ երկրորդ փուլին մասնակցել են այն դիմորդները, որոնք առաջին փուլում չեն հաղթահարել մրցույթը կամ ցանկանում էին փոխել իրենց նախընտրած մասնագիտությունը եւ բուհը։ Այս փուլում առավել մեծ հետաքրքրություն է գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, իրավագիտության եւ տնտեսագիտության մասնագիտությունների նկատմամբ։ Միաժամանակ որոշ մարզային բուհերում դեռևս պահպանվում են թափուր տեղեր։ Հունվար ամսին մարդկանց թիվը եղել է 12537, բայց հանձնել են 21130 մարդ քննություն։ Սա խոսում է այն մասին, որ հունվար-փետրվար ամիսներին դիմորդներ ավելի շատ հանձնել են 2 քննություններ։ 16482-ը բաժանվել են հետևյալ կերպ. մասնագիտություն հայտագրածներ 15766, այդ ու միասնական քննության հայտագրվածներ 12884 եւ ներբուհական քննության համար հայտագրվել են 2882։ Առանց մասնագիտություն նշելու հայտագրվել է 629 դիմորդ եւ այլ բուհեր ընդունվելու համար հայտագրվել է 87 դիմորդ։ Այս տարի որոշ մասնագիտությունների դեպքում անցողիկ շեմերը բարձրացել են, պայմանավորված դիմորդների մեծ թվով եւ բարձր արդյունքներով։ Առաջիկայում կհրապարակվեն վերջնական ցուցակները, իսկ ընդունված դիմորդները սահմանված ժամկետում պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան բուհեր։ Դիմորդները ավելի շատ ունեն, ինչպես միշտ Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում պետական տնտեսագիտական համալսարանն է, երրորդ տեղ ճարտարապետաշինարարական եւ ազգային պոլիտեխնիկական համալսարանը, բժշկական համալսարանը, Բրյուսելյան պետական համալսարանը, պետական մանկավարժական համալսարանը եւ այսպես մինչեւ տեսեք այնուհետև հայկական բժշկական ինստիտուտը ոչ պետական ուսումնական հաստատություն 18-րդն է, միակ ոչ պետական ուսումնական հաստատությունն է, որ 100-ից ավելի դիմորդ ունի։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանը դիմորդներին հորդորել է ուշադիր հետևել պաշտոնական հայտարարություններին եւ պահպանել սահմանված ժամկետները հետագա խնդիրներից խուսափելու համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։